Ցավոք սրտի այն ժամանակ մեր նախորդ իշխանությունները, երբ որ հաղթանակած վիճակում էին, չստիպեցին, որ Ադրբեջանը վերջնական կապիտուլյացիա ստորագրեր եւ չմասնատեցին Ադրբեջանը։ Գուցե այն ժամանակ ինչ-որ խնդիրներ կար, որ չարեցին։ Լավ կլինի մի օր այդ նախկին իշխանությունները այդ մասին խոսան, խի չարեցին։ Հնարավորություն տվեցին, հիմա սա նորից աճեց։ Նորից աճեց, պետություն դարձավ, նավթ վաճառեց, բան եւ այլը, դարձավ նոր դիկտատոր, Իրան դրելա Չինգիզ խանի տեղը, խոսքս Ադրբեջանի ղեկավարի տեղն է, հարձակվում է մարդկանց վրա, հարձակվում է տարբեր երկրների վրա։ Ժամանակին եթե այս միջազգային հասարակությունը դատապարտեր Ադրբեջանի ագրեսիան Արցախի նկատմամբ, իրանք այս վիճակում չէին հայտնվի։ Դե հիմա թող ստանան այն, ինչ որ իրանք արեցին։ Ադրբեջանի այդ ագրեսիայից հետո, որը չտվեցին որևէ ձևով պատասխան չեղավ, հետո սկսեց ռուսական բանը, թեման, ռուս-ուկրաինական պատերազմը, ընդեղ էլ ոչ մի բան, հետո անցավ արդեն կամաց-կամաց, հիմա այդ պատերազմը մտնում է իրանց տուն, մտնում է Եվրոպա եւ ցավոք սրտի առաջադեմ մարդկությունը ձևը չգիտի ոնց կանգնացնի այս ամեն ինչը եւ տեսեք Միացյալ Նահանգները ստիպված եկավ Իսրայելի կողքը կանգնեց եւ հարձակվեց Իրանի վրա։ Իրանն էլ տվեց համարժեք պատասխան։ Այսինքն ամեն ինչը այնպես է խառնվել, ու այդ ամեն ինչը կախված է անհավասարակշռված քաղաքական գործիչներից։